Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանքը սկսել է տոն շնորհավոր Զինայդ նախագիծը։ Արգանքներս մեր բոլոր հեռուստադիտողներին, ովքեր որ միշտ հետևում են եւ գիտեն, որ Ակոպովնան մեկը մյուսից խիստ տարբերվող թողարկումներ է նախապատրաստում։ Չեմ ուզում խախտել ֆորմատը, շնորհավորում եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ իհարկե 21 TV ու Ջինայի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, վերադառնում ենք տաղավար, անցնում ենք թեմային։ Սամեկ TV եթերում աշխատանքը շարունակում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը։ Եթե նոր եք մեզ միացել, ասեմ, որ ունեմ շատ սպասված հյուր հետաքրքիր նորություններով եւ այն էլ բացառապես պետք է լինի երաժշտական, բայց մինչ այդ տեղեկացնեմ, որ մենք որոշել ենք հետաքրքիր նաեւ ունենալ նորություն։ Ասեմ, որ ես որոշել եմ ամեն անգամ, ամեն շաբաթ օրինակ, հյուր ընկալել բավականին ազդեցիկ դեմքերի մոտ եւ իհարկե ինչ որ չափով նաեւ մի գաված, սուրճի, շնորհիվ էլ բացահայտեն նրանց ներքնաշխարհը, ավելի շուտ նաև ճաշակը։ Եվ առաջինը ես հյուրընկալեմ իմ շատ սիրելի Ադամանդե տիրուհի հայտնի բիզնես լեդի Տիկին Նարինե Չարչյանին։ Մնացածը տեսանյութում։
Տոնը շնորհավոր նախագծի հեղինակը եթերից անմիջապես հետո մեծ ցանկությունն էր հանդիպել իր ամենասիրելի, ցանկալի եւ աստեցիկ Ադամանդե կնոջ հետ, ով միշտ իր ներկայությամբ, խոսքով եւ ճաշակով գրավում է ողջ շրջապատի ուշադրությունը։ Հայտնի բիզնես լեյդի գեղեցկուհի Տիկի Նայնե Չարչյանը սիրով համաձայնվեց հանդիպել։ Երկու կին մեկ գավաթի շուրջ կարող են խոսել գրեթե բոլոր թեմաներով։ Իսկ այդ բան բավականին ցանկալի էր, որպեսզի Տիկին Չարչյանը կիսվեր իր մտքերով, խորհուրդներով եւ նաեւ հեռուստադիտողներին ներկայացներ սեփական ճաշակը։ Իհարկե, ինչ խնդիր, Զինա ջան, մեծ սիրով։ Ոճը պահելու համար չպետք է այդքան մոդայի հետևից ընկնել, այլ պետք է ընտրել այն հագուստները, որոնք իրականում համապատասխանում են տվյալ անձին։ Եվ իհարկե ոճային տարբեր փոփոխությունների ես սիրահար եմ, ես մի ոճի մեջ երբեք չեմ եղել ու չեմ սիրում մի ոճի մեջ եղող կանանց, որ դու արդեն զառանյա գիտես, թե նա ինչ տեսքով է լինելու։ Ես սիրում եմ ոճային փոփոխություններով կանանց, հագուստը նկատի ունեմ եւ իհարկե նաեւ արտաքինը։ Մենք նախապես նախապատրաստել ենք տարբեր նկարներ։ Իսկ Տիկին Նարինեն սիրով սկսեց դիտել եւ ընտրել։ Ասեմ, որ երկուսն էլ հիանալի են, նայած ինչ հագուստ ես հագնելու, չէ որ սա ներվածքն էլ պիտի համապատասխանի հագուստին, եւ առաջինն է լավ եւ երկրորդն է լավ, բայց ես կերադասում եմ իհարկե երկրորդը գալիվուդսկի պրիչոսկա։ Դե միանշանակ առաջինը։ Էլի ոճային տարբեր փոփոխություններ են, բայց այստեղ ինձ ավելի դուր է գալիս երկրորդ տարբերակը։ Ես կընտրեի միանշանակ երկրորդը, առաջինը մի քիչ շատ պամպեզնի է, երկրորդը շատ ավելի կլասիկա, ես կլասիկայի սիրահար եմ։ Ճիշտ ասած բիժուտերիայի սիրահար չեմ, բայց այսպես նայելով եւ նայելով որ այսօր ինչն է ավելի երիտասարդների մեջ ընդունված, նախընտրություն կտայի առաջի տարբերակին։ Դե արծաթի սիրահարել չեմ, բայց գիտեմ, որ շատերն են սիրում, քանի որ իր մեջ ինչ-որ բան ունի, չգիտեմ ինչ, բայց առաջի տարբերակը միանշանակ, երկրորդը միանշանակ, բարդ է, երևի թե երկուսն էլ, և առաջինը և երկրորդը։ Բարձրաճաշակ գեղեցկուհի Տիկին Չարչյանը անկեղծացավ նաև ժամացույցների ընտրության հարցում։ Շատ սիրում եմ Rolex, դե ես կրում եմ հենց դրանից միանշանակ երկրորդ տարբերակ։ Հայտնի աշխատասենյակը Տիկին Չարչյանի ճանաչում է հեռուստադիտողը տարբեր ծրագրերից եւ անհատական նկարներից, բայց նաեւ հետաքրքիր էր իմանալ ինչպիսի դիզայնով աշխատասենյակներ է նախընտրում հայտնի բիզնես լեյդին։ Ես իմ աշխատասենյակը այնպես եմ կահավորել, որտեղ ես ինձ կոմֆորտնոյ եմ զգում, ճիշտ ասած երկուսն էլ չէի ընտրի, ոչ մեկը որպես աշխատասենյակ ինձ, ես ավելի տաք աշխատասենյակ եմ սիրում, եղել եք բազմիցս, բայց այս երկուսի մեջ եթե պետք է ընտրություն կատարեի, միանշանակ երկրորդը։ Միանշանակ առաջինը։ Սա։ Ոչ սա, ոչ նա, ես չէի գրի։ Բավականին երկար ժամանակ գեղեցկուհի Նարինե Չարչյանը հավատարիմ էր օրիգինալ բլոնդին եւ գրեթե բոլորը կփաստեն, որ նրան բավականին սազում էր։ Ճիշտ ասած, երկար տարիներ ես եղել եմ բաց մազերով եւ բնականից էլի մազերը այդպես մուգ չեն, բայց ես վերջերս, ինչպես տեսնում եք, ոճափոխվել եմ եւ ինձ ավելի դուր է գալիս հիմա սա։ Իսկ այն ժամանակ ես ուղղակի չէի պատկերացնում ինձ այլ երանգով, որովհետեւ ոնց որ այդպես հենց դա իմը լիներ։ Դե չգիտեմ, հիմա այլ սա եմ շատ հավանում։ Դե ասեմ, որ ես կրողն եմ եղել երկրորդ ոճի, հիմա այլ կրողն եմ առաջի ոճի, երկուսն էլ հավանում եմ։ Ну, честно говоря, ոչ սա, ոչ նա, ես չէի գրի։ Բազմաճաշակ Տիկին Չարչյանը նաև բազմաոճ ակնոցների սիրահար է, իսկ մեր ցուցադրած ակնոցներից ավելի շատ ակնոց ունեմ, քան կարելի է պատկերացնել։ Ոչ մեկը սիրելիս, ոչ սա, ոչ նա։ Էդ էլ այմ թուլությունը, ընդհանրապես ես աքսեսուարների սիրահար եմ։ Օրինակ, այսպիսի պայուսակներ դե միայն երեկոյան ինչ-որ միջոցառումների ժամանակ կարելի է կրել, ես երևի թե կկրեի երկրորդ տարբերակը։
Ադամանդե տիրուհու հետևորդները բազմիցս նկատել են նրան նաև սպորտային հագուստով։ Սիրած բրենդեր ունեմ իհարկե եւ տենց հատուկ գույներ չունեմ, որտեղ բոլոր գույները իմ մաշկի հետ համադրվում են։ Նու ոճային սպորտային հագուստներ եմ սիրում։ Միանշանակ առաջինը։ Բավականին հետաքրքիր բացահայտում տեղի ունեցավ, երբ տիկին Նարինեն նկատեց շրթներքներ։ Ես սիրում եմ ավելի շատ կանանց քաջալերել։ Ես կեմ շրթում գույները, եթե ես իհարկե աշխատանքի ժամերին այդքան չեմ կրում, բայց եթե կրում եմ ցերեկը, то есть ավելի բաց երանգների մեջ եմ, եթե բարկացած չեմ։ Եթե բարկացած եմ, իմ աշխատակիցներն են գիտեն, առավոտից ես մուգ կարմիր շրթներ կողեմ, բոլորը գիտեն, որ ես զայրացած եմ։ Դա զնակա, որ kind of եղեք, հանգիստ եղեք։ Երեկոյան ժամերին արդեն տրամադրությունից անկախ ավելի մուգ երանգներն եմ սիրում նախընտրել, մանավանդ եթե ինչ-որ միտեղ միջոցառման եմ կամ հրավեր ունեմ, այդ մուգ շրթները կարող եմ օգտագործեմ երեկոյան ժամին։ То есть ես շրթների մեջ, բացի մուգի մեջ չեմ տեսնում, այսպես ասենք, խնդիր։ Ուղղակի ցերեկը մուգ շրթներով ուղղակի չի նայվում եւ գեղեցիկ չի ըստ ինձ։ Երկուսն էլ մեծ սիրով, երկուսն էլ իմ գույներն են։ Մանավանդ առաջինը, երբ որ ես բարկացած եմ, առավոտից իմ շուրթունքներին կարող են տեսնել։ Իսկ եթե բարկացած չեմ, երեկոյան շատ հաճախ կարող են տեսնել ինձ նման շրթներով։ Դե իմ բայսակները որպես կանոն մի քիչ ավելի մեծ են լինում, որով ես ամեն օր գալիս եմ աշխատանքի, որովհետև շատ բան կա մեջ տեղավորելու գործնական, այնտեղ չկա այնպեսի կանացի բաներ, կոսմետիկաներ, բան չկա, միայն դուխի կա եւ մնացածը արդեն լրիվ այլ իրեր են։ Նու սա երևի թե ճամփորդելուց որպես ձերքի պայուսակ, ինքնաթիռի, ասենք, ես կարծում եմ ներքևինը, սա, երկրորդ, նա մի քիչ շատ սպիտակ է եւ ճանապարհորդելու ժամանակ կարա այդքան բան չլինի, հարմար չլինի։ Ոչ մեկը, ոչ նա։ Բայց վերջերս տիկին Նարինեի Instagram-յան էջում կարելի է տեսնել նրան նաև գլխարկներով։ Իսկ այս պայն նա ընտրեց սպորտային էլ եմ կրում, արտերկրում որ լինում եմ, այստեղ քաղաքում չեմ սիրում այսպես տարբեր շլյապաներ, արտերկրում որ լինում եմ շատ եմ կրում, դրանք քայլելուց արևից որպեսզի ինձ պաշտպանեմ դեմքս մաշկս, բայց միանշանակ այդ կլասիկ տարբերակը, առաջի տարբերակը, եթե կրեի, առիթի դեպքում իհարկե առաջի տարբերակը։ Առավոտյան արթնացա, իմ սենյակում պետք է հնչի երաժշտություն, ի պատուշում, ի վիզե։ Եթե ես երաժշտություն չեմ լսում, ես անընդհատ մտածում եմ։ Երբ որ երաժշտություն եմ լսում, ես կարողանում եմ անջատեմ իմ միտքը եւ հանգստացնեմ իմ ուղեղը։ Ես բազմազան եմ սիրում, բայց շատ հոգեհարազատ է ինձ բլյուզը, պոպ երաժշտություն եմ սիրում, իհարկե, երբ որ բխուր եմ կամ մտքերի մեջ եմ, անպայման կլասիկա եմ լսում։ Շատ բազմազան են իմ երաժշտական ճաշակը, բացի տիժոլը ռոքից, ես բոլոր երաժշտությունները, այսինքն ամեն ոճից կարող ունենամ իմ սիրելի երգը, երաժշտությունը եւ այդպես էլ հավաքվում է իմ մեքենայի մեջ, ես այդ Bluetooth-ից բան չեմ օգտվում, որովհետև ուշադրությունս չեմ ուզում շեղեմ վարելուց, այդտենց ասում եմ ինչ, հավաքում են եւ ես միշտ լսում եմ այդ տարբերվող, ռազմաբրազնը երաժշտությունը։ El sonido de tu voz y donde te escondes, the way you touch your mind, can I touch your mind? Զինջան իհարկե Ագիլերային բան չունեմ ասելու, բայց դե Բոլտն էլ Զինջան։ Կարծում եմ դու էլ ես այդ կարծիքին։ Վերջում տիկին Չարչյանի ճաշակի մասին ծանոթանալուց հետո տեղեկացանք, որ նրա կողմից սպասում են բացառիկ նորություններ կապված բյութի ինդուստրիայի հետ։
բարձր վարկանիշ ձեռք բերած եւ պահպանած ադամանդե հրաշք կնոջ հետ իզուր չէ, որ շատ գործարարներ չեն համարձակվում եւ ոչ միայն համեմատվել, այլ նաեւ մրցակցել։ Իսկ շատ կանայք եւ աղջիկներ այսօր սիրով հետևում, ընդունում են նրա յուրաքանչյուր խոսքը եւ խորհուրդը։ Ես իհարկե շատ շնորհակալ եմ, որ նաև ունեմ այդ առիթը իմ հետևորդներին եւ ոչ միայն իմ հետևորդներին, մեր կանանց, բայց նամանավանդ իմ հետևորդներին ասել, որ կինը պետք է լինի բազմա ոչ, կինը անընդհատ պետք է փոփոխվի, կինը անընդհատ հետաքրքիր պետք է լինի, կինը անընդհատ պետք է աշխատի իր վրա, որովհետև շատ բարդ է մեր, ասենք ասենք, մասնագիտությունը լինել կին ու երբևիցե չկորցնեն նրանց կանացությունը, անկախ ամեն ինչից, թե ինչով են զբաղվում եւ ինչ բարձրունքների են հասել կամ ասենք ոչինչով չեն զբաղվում, միևնույնն է, կին լինելը դա մեծ կոչում է եւ միշտ այդ կոչումը պետք է բարձր պահել, դա ոճային փոփոխություններն են, դա վուլգար ոչ մի վիճակ պետք է չլինի այդպես գրավես, դա խոսքն է, որովհետեւ կարող է շատ այսինքն համաչափ որակով հագնված գեղեցիկ կին լինի եւ սկսի խոսել ու ուղակի վանի, այսինքն կին լինելը դա բարդ, շատ բարդ գործա, որ դու միշտ լինես հետաքրքիր եւ շատ վիրավորական պետք է լինի, որ դու չլինես հետաքրքիր, այսինքն որ դու չմտնես միտեղ ու սենց մեղմ ասած օդը կանգնի։ Կինը այդ ուզում եմ, որ իմ բոլոր հետևորդները օրվա մեջ միշտ գտնեն ժամանակ, դա ոչ ֆինանսի հետ կապ ունի, դա ոչ գնում ես հագուստ, գնի ավելի ճաշակով, ավելի գեղեցիկ, խնամիկ ես, պարտադիր, որովհետև խնամված կինը հերվից հեռու իր հանդեպ հարգանքա ներշնչում, ոչ թե մենակ ներկվել, այլ խնամել մաշկը, իսկ մաշկը արտացոլում է հենց կնոջ եւ ներքին գեղեցկությունը եւ արտաքին։ Դե ինչ ես վստահ եմ, որ շատ հեռուստադիտողներ հասկացան, թե հետաքրքիր ինչ ֆորմատ եմ մտածել, այնպես որ սպասեք հարգարժան ազդեցիկ դեմքեր։ Ես կհյուրընկալեմ նաև ձեզ մոտ, բայց մինչ այդ արդեն ուզում եմ անցնել մեր թողարկմանը։ Տեսահոլովակ, ասեմ, որ տեսահոլովակի գեղեցկուին րոպեներ անց լինելու է մեզ մոտ տաղավարում։ Ու մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Up to warm the world. Everyone is out to feel it hot. Freedom is what you have inside. Get out and let the summer start. Sun is up to warm the world. Everyone is out to feel it hot. Freedom is what you have inside. Get out and let the summer start. You out, make it right. DJ plays the track to take us back. Music is for you to please, so that you can feel the bliss. Take my hand and follow me to the end. Crazy freedom.
me down. Let's dance now till the morning dawn. If you like to be in extreme, you're in my team. My crazy freedom, my endless freedom. If I go away from you, come and tell me what to do. If I leave you, come and tell me what to do. Rise me up, push me down, dance with me, feel the It's our crazy freedom. Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ մոտ նստեցին, ձայնը բարձրացրեցին, շատերն էլ ասեցին, Զինա ոնց որ երկար ժամանակի բացակայում է, բայց ես մեղավոր չեմ, ինքն է զբաղված, իսկ ինքը իմ շատ սիրելի տաղանդավոր ընկերուհի Ջուսն է։ Ջուս ջան, ողջույն։ Ողջույն։ Ասա որ դու ես մեղավոր, որ ուշացել ես ինձ մոտ տաղավար, չգիտեմ, այնտեղ համերգներ, կլիպներ։ Ուզում եմ ասել, ես չէ տաքսիստները, բայց դե հա, նոր երգեր։ Նոր երգեր ու բայց դե հովանավոր եմ ման գալիս տեսալվակի համար։ Հա։ Ու գիտես թե բարերը ով ա գրել նոր երգիս Իննա Կարապետյանը։ Աղջկաս մասն ես խոսում։ Բա իհարկե։ Այդ երգը այսօր կա թե դեռ չկա։ Դեռ չկա։ Մի անգամից ինչ բացահայտում արեցինք մի րոպեվա մեջ։ Անգամից վրա տվեց։ Այսինքն կար երգը, բարերը չկար, ջուս բացատրեց։ Երգը նոր է։ Բարերը գրեց Իննա Կարապետյանը, երգը շատ պարային։ Հա, ջուս սթայլի մեջ, հա։ Ահա, նոր ջուս։ Նոր ջուս։ Ջորջ Բրեն Շեյքեր նա է գրել երաժշտությունը եւ գործիքավորումը եւ մեր Հայկոյի ստուդիայում ամեն ինչ ծնվեց եւ Իննա Կարապետյանը ասեմ քեզ մոտավորապես կես ժամվա ընթացքում գրեց տեքստը։ Մողջիկը մոլոց։ Տեսար։ Լուրջ ես ասում։ Ես գիտեի, որ ինքը իր ընկերների համար տենց գրում է բարեր, որտեվ իրան ուղարկում են, բայց որ քո հետ էր աշխատել, դա չգիտեի արդեն։ Այդ երևի թողումա բացահայտում լինի, տենց է մեզ մոտ։ Ամենայն դեպս բացվեց, այդ երկի պրեմիերան ես սպասում եմ ինձ մոտ տաղավարում ջուս։ Բնականաբար։ Շատ լավ։ Հիմա մի քիչ հետ գնանք, հետո գանք սկզբին։ Ջուս, եթե ես հետևում եմ քո Instagram-յան էջին, բնականաբար իմ 100 տարվա ընկերուհիներ իրար հետ մեծանում ենք, արի իրար հետ բացահայտենք, որ մենք միասին նաև սովորել ենք նույն ջազային արվեստի քոլեջում, այնպես որ այն ժամանակ իմ ջուսը դեռ Յանինա էր ու այն ժամանակվանից ինքը հենց այսպես խելագար էր։ Բան չի փոխվել, մենակ արտաքինը ինքը նույն ջուսն է։ Դու էլ պարում էիր։ Այո, ես էլ պարում էի։ Ջուս, բայց հիմա ուրիշ բան եմ ուզում այդքանից հետո ասել։ Ես հասկացել եմ, որ քո առօրյան մի քիչ փոխվել է։ Քո օրը սկսվում է մարզա դահլիճում, մարզվում ես ջուս։ Ապա ինչ։ Հա։ Արտադիր։ Այդ բայց գիշեր ուշ քնում ես, բայց օրտնանում ես, գնում ես, Այսինքն քնում եմ տենց համարյա 5-ին, 10-ին զարթնում եմ եւ գնաց։ Սպորտզալ, ռեժիմ եւ այլն տենց։ Իսկ սննդակարգ տենց հատուկ ուտելիքներ, Մինչև 7-ը ուտել, մենակ եթե ինձ հրավիրում են տարբեր տեղեր ուտելու, չգիտեմ, ծնունդ, կնունգ, բան, դե չես կարող ասես, չեմ ուտում կներեք 7-ից հետո 7-ից սկսվում։ Ճիշտ ու չես էլ խմում, չէ՞։ Բացարձակ։ Ոչ խմում է, ոչ ծխում, այդ հաշվի առեք, մի քիչ դժվար է օրերին ասել, էլի։ Ճուս եւ դրա հետ մեկտեղ էլ միշտ գովազդում ես կատուիդ մի հատ, հա։
Մի հատիկ եմ խոճուճիգեմ։ Ջուս բայց քո տարիքի աղջիկները արդեն պետքա գովազդեն իրենց բալիկներին։ Այդ այն բալիկն այն։ Շատ լավ։ Բաճի փողվել։ Բացարձակ։ Ջուս բայց ես գիտեմ, որ նաև դու դուետների սիրահար ես եւ աշխատանքի վայրում թե ռեստորանային համալում թե ակումբում ես ունակ շոտ եմ սիրում։ Պաշտում եմ, երբ որ դու ովն եք երգում, այնտեղ տենց լավ գործեր կա։ Իսկ եթերային դուետ սպասվում է մեզ թե ոչ։ Ինչու ոչ կարա լինի։ Ուղղակի մենք մտածում ենք մի հատ հետաքրքիր դուետ, ուղղակի չեմ ասում ում հետ։ Մենք արդեն մենք ես ու այդ դուետը։ Բայց դեռ չեն գտել երգը։ Գրում են, ուղարկում են, ասում են, չէ, մեր ոճը չի, ուրիշ մի քիչ ուրիշ մոդայիկ, որ սենց պարային մոդայիկ բան ենք ուզում։ Ջուս դու վերջերս նաև սկսել ես երգել 6-út։ Հա, ու շատ լավն է։ Լավն է ջուս։ Տիպիկը։ Որտեվ շատ է տարածվել ինտերնետում, ես հասկացա։ Միլիոն դիտում համարյա։ Այո, քննադատություններ էլ կան, բայց Այնքան շատ, բայց դե Ջուս դու կոմենտների վրա ուշադրություն շատ ես դարձնում։ Նեղվում ես։ Որպես հումոր, նայում եմ ու ծիծաղում, հել ինչ ագրե։ Այնպես որ կարակ որ ասում մի տես ժամանակ կորցրեք վատաբանեք, մեկ այնքը հումորով է այդ ամեն ինչի նայում։ Ջուս բայց տարիներ ընթացքում դու ոչ միայն արտակնապես երգերի առումով, նաև դու ինչ որ հոգեպես ներքնաշկարտել է փոխվել։ Չգիտեմ ջուսը մեծացել է, թե ուրիշ ձև է մտածում, թե ոնց, բայց ուզում եմ հասկանալ։ Խելացի ավելի դարձավ։ Ջուսավլի խելացի։ Հա, դե արդեն սենց սովորական պստիկ բաներից չեմ գժվում։ Հա։ Այսինքն ավելի հանգիստ։ Սովորել ես։ Իհարկե, պետք է ավելի հանգիստ ամեն ինչին վերաբերվել։ Անջատել ես քեզ ոնց որ արդեն ջուս։ Հա, Ներվին են որ։ Հա, մի քիչ պետք է անջատել, բայց հասկանալ ինչ է կատարվում, բայց շատ սենց մոտիկ չվերաբերվել էլի, չգցել ներս։ Անկեղծացիր, ես գիտեմ, որ այսօր հանրությունը գնում է օրինակ ակումբ կամ ռեստորանային համալիր, բեմ են բարձրանում գեղեցկադեմ աղջիկներ, տաղանդավոր երգիչներ, չգիտեմ այնտեղ երաժիշտներ եւ այսպես շանակ։ Ոչ մեկ չգիտե թե ինչ է տեղ ունենում օրինակ բեմի հետևը։ Ես լինելով քեզ հետ աշխատող, քո շոուի ղեկավար, ես հստակ եթերում ասում եմ, որ դու պրոբլեմատիկ չես։ Բացարձակ։ Բացարձակ, ամենամեծ պրոբլեմն է, որ ջղայնանում ենք անընդհատ շատ ջուրեր խմում լիմոնով։ Միջև հիմա։ Լուրջ ես։ Հա, միջև հիմա։ Հա։ Բան չի փոխվել պաստորեն։ Ջուս, բայց ես վստահ եմ, որ հենց հիմա դու շատ, այսպես ասած, բեմի հետևներ ունես, այդ գրիմյորկա ասվածը։ Տարբեր երգիչներ են, տարբեր բնավորություններ են, փորձում ես բոլորի հետ ձուլվել, թե տենց մի հատ տենդենս կա։ Այս ջուսի բնավորությունն է ու գիտեն, որ քո հետ որ ասում եմ պետքա թեմա չունենան։ Ոնց է լինում ջուս, դու ներվայնանում ես, նեղվում ես, անկեղծ ասա։ Հա, իրականում շատ հանգիստ եմ եւ երբեք ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունենում, բայց եթե տեսնում եմ, որ ինձ կպնում է այդ մարդը, ոյ, ես ինձնից սկսում եմ վախենալ։ Հա։ Հարցակվելա, որ հարցակվում եմ։ Չեմ տեսել դրա համար եմ էլի ասենց զարմացած ասում եմ։ Իննա տեսել, շատ լավ։ Իսկ հիմա ջուս, ես ուզում եմ քեզ մի քանի բլից հարցեր տալ։ Արագ պատասխաններ։ Չես մտածում երկար։ Ահա։ Ջուսը որ ծաղկին է իրեն նմանեցնում։ Օրխիդեա։ Լուրջ ինչի։ Սև։ Ոյ քու։ Սուս գժական լինի։ Ասես։ Սև թե սպիտակ։ Սիվտակ։ Բայց միշտ սևի մեջ ես, էլի։ Այդքան էլ չէ։ Դե սպիտակ ավելի ճիշտ ես լույսի հետ եմ։ Հասկացա։ Համեմատում լույսը դե միշտ տալիս է։ Դարը թե քաղցր։ Քաղցր։ Սուրճ թե թեյ։ Թեյ։ Կոկտեյլ թե կոնյակ։ Կարող ասեմ ոչ են ոչ։ Իհարկե։ Փող թե սեր։ Սիրո մեջ փող, փողի մեջ սեր։ Փող էլ ինչ է։ Թող խառնվի լավ համոզեցի։ Վա վատնոմը լավ է։ Շատ լավ։ Քաղաք թե գյուղ։ Համեն։ Լավ։ Ֆիլմ թե ներկայացում։ Չես կարող համեմատես երեկոյան ուշ ֆիլմ, ցերեկը ներկայացում։ Շատ լավ։ Հոկեբանի թե ընկերուհու մոտ։ Ընկերուհու մոտ։ Ամառ թե ձմեռ։
Ամար, Ոսկի թե արծաթ։ ոսկի։ Նախընտրած կենաց ունես։ Թող բոլորը լավ լինեն, այսքան։ Հայկական թե այլ խոհանոց։ Ուղ տարբեր ես գուրման եմ։ Հասկացա։ Կարևորը համով լինի։ Աստծուց շատ խնդրում ես, թե շնորհակալ ես լինում։ Շնորհակալ եմ լինում։ Շատ լավ։ Եթե չլինի օրինակ կին ու գինին, ինչ կլինի։ Ոչ մի բան չի լինի։ Այո։ TV թե հեռախոս։ Ուй հեռախոսը։ TV կարաս նայես հեռախոսի մեջ, որովհետև տունը չեմ լինում։ Հասկացա։ Ոնց որ սախ ներբեռնում եմ հեռախոսի մեջ նայում եմ։ Իսկ վերջի հարցին հույսով եմ երկար չես մտածի նախընտրած հեռուստահաղորդավարուհի։ Դինակոպոմնա բնականաբար։ Այո։ Սիրում եմ շատ իրան։ Ջուս, դու գիտես, մեր ֆորմատը այնպեսին է, որ ինձ մոտ տաղավարում գալիս են հիմնականում նաև այն մարդիկ, ովքեր որ առիթների հետ կապ ունեն։ Այո։ Դու նաև այն երկչույնից ես, որ շատերի առիթներին երգում ես, նրանց օրոտոն ես դարձնում, բայց ես ուզում եմ իմանալ ջուսը ինչպեսին է որպես հոբելյար։ Ես տեսակներ ասեմ դու ընտրի։ Երկչույի, որ սիրում է նախապես ամիսներ առաջ ծննդյան օրը կազմակերպել, երկչույի, ով չի սիրում տեսակ 1:20 նեղվում է այդ օրը, եւ երկչույի, որ տուն կոլեկտիվ ընկերներ ոնց էլ չնի մի բան կկազմակերպի։ Ես ավելի շուտ կսիրեմ երկրից դուրս ինչ որ յուրահատուկ տեղ կղզի կամ ինչ որ տենց մի բան։ Այդ ռուսերեն ասած նամյոկ էր։ Դե համարյա։ Համարյա։ Ես Բայց ում չկա։ կխնդրեմ ես մոնտաժային աշխատանքներով զբաղվող Վարդանին, սենց ծրագրի տակ սենց վազող տող գնա։ Մի Ոյ հատ մազաղ կգրեմ։ շատ լավ։ Գալիս ես կղզի։ Իսկ եթե մի հատ հիշենք, վերջին անգամ ոնց եղել կոլեկտիվ 12-ը խփեց, տենց լինում է, չէ՞։ Կոլեկտիվ, միշտ կոլեկտիվ։ Աշխատանքի վայր։ Հա, աշխատանքի վայր ու յուրահատուկ սենց ուրախ ժամանց ենք անցկացնում։ Շատ լավ։ Դու գիտես, մենք ունենք օրվա հոբելյարներ, որոնք սպասում են ամենաշատը ծրագրի ամփոփմանը, որովհետև ես իմ ընկերներին ինչ որ չափով արդեն հիմա չի լինում անակնկալի բերութը արդեն ֆորմատը բոլորը գիտեն, ես խնդրում եմ իմ սիրած երգը երգեն, բնականաբար, նվիրելով օրվա հոբելյարներին։ Դու պատրաստ ես երգել այսօր հենց հիմա։ Իհարկե, ինչ ոչ։ Շատ լավ։ Դե հիմա տեսախցիկը կոննա։ Խնդրում եմ, շնորհավորիր օրվա հոբելյարներին, մնացածը կազմակերպենք։ Շնորհավորում եմ բոլորին ում ծնունդն է այսօր։ Ամենակարևորը առողջություն։ Դե դա number 1։ Հետո երազանքներ իրականացում, բնականաբար եւ հաջողություններ ամեն ինչում եւ սեր ու փող, այսքանը։ Կարևորն ասած առողջ, սեր եւ փող։ Իսկ դուք ավելի մոտ եք նստում, ձայնը բարձրացնում եք, որովհետեւ հատուկ ձեզ համար երգում է աննորմալ տաղանդավոր ջուսը։ Утро, кудри, губы, пудра, в инста, лайки, внутри, дура, фото, это что-то, кто там, типа, без фотошопа. Эй, мами, чисто между нами, откуда у тебя есть мани? И как попала в Майами? Это что, Джорджо Армани? Добилась сама. Сойти с ума, да ты еще смотрю и поешь. Я-то тебе верю, знаешь, что не врешь. Диете, мне нужно влезть в это платье. Быть может, кто-то заметит, и быть может, уже наплатит. Хватит, уже не прокатит. Проснись ты не из высшей знати. Смотри, твой силикон спереди и сзади выпирает, как у макаки. Ты мечтаешь выпускать релизы, чтобы некий блондин ублажал капризы. Милая детка, изи, тебе пора запросы занизить. Утро, кудри, губы, пудра, в инста, лайки, внутри, дура.
վարկյան մի խոսիր Մորացիր ձև բռնած քո այդ դիրքը Ես էլ եւս դա չեմ հանդուրժի Անիմաս խոսացողները շատ են Դու նրանց պարզապես հանդեսիր Ես գիտեմ քեզ համար դա շատ բարդ է Աչքերը փակիր ու լսիր Ինձ հետ մնա Էլ մի կնա Ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի Ինձ հետ մնա Էլ մի կնա Ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի Պատրաստվիր մենք հիմա թրջում ենք ու հասնում ենք արդեն այն կետին Երբ ամենը անհետանում է ու լսվում է միայն մեղեդին Էլ չկա ոչ մի հարց այս ամենը այնքան հեշտ է դու մի կասկածիր Ջնջիր խանգարող բոտ մտքերը աչքերդ փակիր ու լսիր Ինձ հետ մնա էլ մի կնա Ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի Ինձ հետ մնա էլ մի կնա Ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի Ինձ հետ մնա էլ մի կնա Ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի Ինձ հետ մնա էլ մի կնա Ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի Ինձ հետ մնա էլ մի կնա Ինձ հետ երկիր ու ինձ հետ բարաբարի Ինձ հետ մնա էլ մի կնա Ինձ հետ երկիր ու ինձ հետ